Միացյալ Նահանգների եւ Ուկրաինայի պատվիրակություններն այսօր ժամանել են Փարիզ, որտեղ մի շարք հանդիպումներ են նախատեսված Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու օրակարգով։ Ամերիկյան կողմը ներկայացնում են պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Քիթ Քելոգն ու Ստիվ Ուիտքոֆը, որն արդեն հանդիպել է եվրոպացի դիվանագետների հետ։ Ուկրաինական պատվիրակության կազմում են նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը, արտգործնախարար Անդրեյ Սիբիգան եւ պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։ Երմակը սոցցանցում գրել է. Այցի շրջանակում նախատեսվում է երկկողմ եւ բազմակողմ հանդիպումների շարք կոալիցիոն երկրների, մասնավորապես Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչների հետ, որոնք ցանկանում են եւ կարող են ապահովել անվտանգությունը։ Այս հանդիպման ընթരാճ New York Times-ը գրել է, որ եվրոպացի առաջնորդներն այդուհանդերձ ձգտում են ուղիղ շփվել Թրամփի հետ, քանզի չեն կարծում, որ խորհրդականները մեծ ազդեցություն ունեն ԱՄՆ նախագահի որոշումների վրա։ Նրանք նաեւ կասկածներ ունեն, որ բանակցությունների արդյունքները միշտ չէ, որ նույնությամբ են փոխանցվում Թրամփին։ Քաղաքագետ Անտոն Պենկովսկին եւս կարծում է, որ բոլոր որոշումները կայացնում է Թրամփը։ Ազատության նաստայե Շևրեմիա հեռուստալիքի հետ զրույցում քաղաքագետն ասել է, որ Թրամփի թիմում բնականաբար տարակարծություններ կան առ այն, թե ինչպես ավարտել Ուկրաինայում շարունակվող պատերազմը։ Ըստ նրա, հիմա Միացյալ Նահանգները ցանկանում է նվազեցնել իր ներգրավվածությունը Եվրոպայում եւ ուշադրությունն ուղղել ներքին խնդիրներին։ Հետևաբար ես կարծում եմ, որ Միացյալ Նահանգների նախագահն այս պահին չի ցանկանում որևէ կողմ բռնել, այլ ցանկանում է որքան հնարավոր է շուտ դուրս գալ այս հակամարտությունից, լինի դա որպես կողմ, մասնակից, թե որպես Ուկրաինայի աջակից։ Փարիզում այսօրվա հանդիպումներից առաջ Ուկրաինայի նախագահը երեկ ասել է, որ ռուսական սպառնալիքի ֆոնին եվրոպական դաշնակից երկրների հետ աշխատում են անվտանգության նոր ճարտարապետության վրա։ Քննարկում Ուկրաինայում եվրոպական ուժերի տեղակայման մանրամասները։ Զելենսկին նշել է, որ ողջ աշխարհի համար պետք է պարզ լինի՝ պատերազմի պատճառը Ռուսաստանն է։ Աշխարհի բոլոր ծայրերում պետք է հավասարապես պարզ լինի, որ այս պատերազմի պատճառը բացառապես Ռուսաստանն է։ Դրա արմատը գտնվում է Մոսկվայում, Կրեմլում, դրա համար էլ հրադադար չի հաստատվում։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահը սոցցանցում սպառնացել է, որ եթե եվրոպական երկրները զորք տեղակայեն Ուկրաինայում, ապա թանկ կվճարեն դրա համար։ Դմիտրի Մեդվեդևը գրել է, թե եվրոպացիներն ուկրաինացիների հետ Փարիզում քննարկելու են, մեջբերում եմ, թե որքան շատ եվրոպական դագաղներ են պատրաստ ընդունել զորք տեղակայելուց հետո։ Այս ֆոնին ԱՄՆ նախագահը եւս մեկ տարով երկարացրել է ամերիկյան նավահանգիստներ ռուսական կամ Ռուսաստանի հետ կապ ունեցող նավերի մուտքի արգելքը։ Թեև Ռիադում մարտի 24-ի հանդիպումից հետո Մոսկվան պայման էր դրել Ուկրաինայում հրադադար կհաստատի, եթե Միացյալ Նահանգները վերացնի որոշ, այդ թվում Ռուսաստանի դրոշի ներքո գործող նավերի նկատմամբ պատժամիջոցները։ Մինչ դիվանագիտական ճակատում ջանքեր են գործադրվում դադարեցնելու Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած պատերազմը, ռազմաճակատում իրադրությունը մնում է լարված։ Գիշերը ռուսական անօդաչուները հարվածել են Դնեպրին, կա առնվազն 3 զոհ, այդ թվում 1 երեխա, վիրավորվել է 30 մարդ։ Այսօր էլ ռուսները հարվածել են Խերսոնին, կան վիրավորներ։ Ռուսական կողմն իր հերթին հաղորդել է, որ ուկրաինական անօդաչուները հարվածել են Զապորոժեի ատոմակայանին մոտ տարածքի, նաև Իվանովոյի մարզին։